Ինչպես եւ նախանշված էր օգոստոսի 2-ին կայացավ ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Վաղ առավոտից խորհրդարանային շտաբում ազգային ժողովի նորընտիր падգամավորները։ Յուրաքանչյուրի համար անկախ քաղաքական հայացքներից ու մասնագիտական կարողություններից սկզբունքը մեկն է՝ արդարացնել իրենց ձայն տված քաղաքացու սպասումները։ Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանում օրենսդրական գործունեություն ծավալելու մանդատ է ստացել 105 падգամավոր։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն 64 падգամավոր, Ուժեղ Հայաստան խմբակցություն 29 падգամավոր, Հայաստան խմբակցություն 12 падգամավոր։ Падգամավորները զբաղեցնում են իրենց համար նախատեսված տեղերը։ Առաջին նիստի բացման պատիվն ու իրավունքն ըստ ազգային ժողովի կանոնակարգի ընձեռված է падգամավորներից ամենաավագին։ 9-րդ գումարման խորհրդարանում եւս այդ իրավունքն իրացնում է քրդական համայնքը ներկայացնող падգամավոր Կնյազ Հասանովը։ Ինձ հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։ Երևի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաև մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում եւ հորդորում եմ իմ դիմադիր եւ ընդդիմադիր բոլոր քույր եւ եղբայր падգամավորներին, եկեք լինենք միասնական, մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները, հավաքվել մեր պետության եւ կառավարության շուրջը, անել ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը ընթանա ճիշտ զարգացման ուղիով։ Նախագահության հատվածում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Հանրապետության նախագահը, պետական օրհներգը հնչում է կենդանի կատարմամբ։ Խորհրդարանին բարի երթ ու բեղմնավոր աշխատանք մաղթեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն եւ այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը։ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն պետության թիվ 1 քաղաքական ամբիոնն է, որտեղ գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները ավելի լավ որոշումների, իսկ հանրային վստահությունը արդար եւ կենսունակ օրենքների։ Կնյազ Հասանովն այնուհետև մեջբերեց ազգային ժողովի կանոնակարգի համապատասխան հոդվածն ու ընթերցեց ազգային ժողովի падգամավորի երդման տեքստը։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցիչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երդվում եմ։ Երդման տեքստի ընթերցման ժամանակ թեև ընդդիմությունը դահլիճում չկանգնեց, այդուհանդերձ իշխանական թևի падգամավորներին զուգահեռ իրենք եւս ստորագրեցին հնչեցված տեքստի տակ։ Հասանովը մեկ առ մեկ ընթերցեց падգամավորների անուններն ու ազգանունները, որից հետո հնչեցրեց ազգային ժողովի 3 խմբակցությունների ղեկավարների, քարտուղարների անուններն ու ազգանունները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, քարտուղար Վոլոդիա Հակոբյան, Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, քարտուղար Տիգրան Աբրահամյան, Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյան, քարտուղար Արթուր Խաչատրյան։ Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտարարեց նաև падգամավորների գրանցում, ապա գործընկերներին ներկայացրեց առաջին նստաշրջանի 8 կետից բաղկացած օրակարգը։
Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն նիստը նախագահողի առաջարկությամբ ազգային ժողովի որոշմամբ ստեղծվեց հաշվիչ հանձնախումբ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնախմբում ունի 7, Ուժեղ Հայաստան խմբակցությունը 3, իսկ Հայաստան խմբակցությունը 1 անդամ։ Նշենք, որ հաշվիչ հանձնախումբը կղեկավարի Լիլիթ Մինասյանը, իսկ քարտուղարի պարտականությունները կկատարի Քնարիկ Հարությունյանը։ Կնյազ Հասանովը հաջորդիվ ներկայացրեց ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը խորհրդանի ղեկավարի պաշտոնում, առաջադրված է 1 թեկնածու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրում Ռուբեն Ռուբինյանին։ Կենտրոնական ամբիոնից արդեն խմբակցության ղեկավար Արոսյակ Մանավազյանը ներկայացրեց ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի գործունեությունն ու ընդգծեց. Պարոն Ռուբինյանը նախ եւ առաջ հրաշալի սկզբունքային մարդ է, պարկեշտ, համեստ եւ ազնիվ գործիչ, որը տարիներ շարունակ անցել է քաղաքական եւ պետականաշինության բարդ ճանապարհ։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել է եւ մնում է ամենաբաց ու թափանցիկ գործիչներից մեկը։ Նիստը վարող տարիքով ավագ պատգամավորն այնուհետև ամբիոնի մոտ հրավիրեց ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուին։ Ռուբեն Ռուբինյանը նախ շնորհակալություն հայտնեց իր ձևակերպման հարազատ կուսակցությանն ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա երախտիկի խոսք ուղեց ընտրողներին։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվետված 700,000-ից ավելի քաղաքացիներին, որոնք հստակ եւ աներկբա մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին, շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, շարունակելու խաղաղության օրակարգը, կազմելով կառավարություն։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը։ Դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը եւ այժմ եկել է լավ ապրելու ժամանակը։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների, երեխաներ ունենալու եւ նրանց մեծացնելու ժամանակը։ Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին եւ ուզում եմ կրկնել հիմա։ Իմ 2-ամյա, գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել։ Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ եւ ձեր եւ բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան եւ չտեսնեն, թե ինչ է պատերազմը։ Ռուբեն Ռուբինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսինքն ընտրել են այլ ուժերի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար եւ շեշտում եմ, խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով։ Շարունակելով քաղաքացիներին ուղղված խոսքը ազգային ժողովի նախագահի թեկնածուն ընդգծեց. Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք եւ լսում ենք։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել ենք եւ տեսնում ենք։ Եվ ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ոչ բոլոր ձեր դժվարություններին եւ դժգոհություններին ենք անդրադարձել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք ձեր վստահությունը շահելու կամ վերականգնելու համար։ Եթե դուք մեզ չեք սիրում, մենք սիրում ենք ձեզ։ Խոսելով հանրային համերաշխության վերաբերյալ շեշտեց Ռուբեն Ռուբինյանն ու հավելեց, որ միակ տարբերությունը քաղաքական տարբեր հայացքների մեջ է։ Մենք գալիս ենք եւ սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են եւ հանդիպում են նույն դժվարություններին, նույն խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում եւ ծառայելու են նույն բանակում։ Եվ հետեւաբար աշխարհում չկա որևէ բան, որևէ ընտրություն, որևէ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետեւ մենք մեկ ենք։ Կառուցողական գործընկերության համատեքստում էլ Ռուբեն Ռուբինյանը դիմեց նաև ընդդիմադիր գործընկերներին։
Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց 9-րդ գումարման խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների ամբիոն։ Ես տեղեկացել եմ առնվազն մամուլից, որ Հայաստան խմբակցությունը չի պատրաստվում վերցնել եւ ուղղեք ինձ եթե սխալ եմ իհարկե չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները մամուլից կարդացել են որ ուժեղ Հայաստանը պատրաստվում է վերցնել ուզում են ողջունեմ դա եւ Հայաստան խմբակցությանն էլ հորդորում են փոխել իրենց որոշումը եթե հարկ կհամարեն որովհետեւ մենք սիրելի գործընկերներ մենք ստորագրել ենք այդ երթման տեքստը հարգելի պարոն Կարապետյան հարգելի Տիկին Գրիգորյան շնորհավորում եմ ձեզ համապատասխանաբար ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների ղեկավարներ ընտրվելու կապակցությամբ։ Ես բնականաբար միամիտ չեմ եւ չեմ ակնկալում, որ ձեր խմբակցությունների падգամավորները քվեարկելու են ինձ որպես ազգային ժողովի նախագահ։ Այսօրը ես համարում եմ զրոյական կետ իմ եւ ձեր հարաբերություններում եւ ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր չգիտեմ, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև եւ կառուցողական խորհրդարանական աշխատանք։ Եվ եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ես ձեզ երաշխավորում եմ եւ կարծում եմ Տիկին Մանավազյանը նույնպես երաշխավորում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան, բառիս ամենակոշտ իմաստներով։ Ազգային ժողովի նախագահի տեխնացուի կարգավիճակում Ռուբեն Ռուբինյանը ելույթն ավարտեց խոնարհման խոսքերով ուղղված կյանքը հայրենիքին նվիրած քաջորդիներին։ Ելույթս ուզում եմ ավարտել իմ անսահման շնորհակալությամբ բոլոր այն մարդկանց, որոնք ընկել են, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ընկել են, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ Այնուհետև նորընտիր падգամավորների կողմից տեխնացուին ուղղվեցին հարցեր, հնչեցին ելույթներ, որից հետո նիստերի դահլիճին կից սրահում գաղտնի քվեարկությամբ կայացավ ազգային ժողովի նախագահի ընտրությունը։ Կարճ ժամանակ անց խորհրդարանականները վերադարձան դահլիճ ու հաշվիչ հանձնախմբի ղեկավարը ամբիոնից հայտարարեց ընտրության արդյունքները։ Նշենք, որ ազգային ժողովի նախագահի ընտրությանը Հայաստան խմբակցության падգամավորները չմասնակցեցին, իսկ ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները դեմ քվեարկեցին։ Այսպիսով 63 կողմ ձայներով Ռուբեն Ռուբինյանը ստանձնեց 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի պաշտոնը։